Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ միջազգային հարաբերությունների եւ անվտանգության հարցերի փորձագետ Հանրային խորհրդի անդամ Սոսիթ Հատիկյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Տիկին Հատիկյան, Հանրային խորհրդի անդամներով Կիրակի օրը Կիրանցում եք, շրջել եք այնտեղ, ծանոթացել տեղում կատարվող աշխատանքներին, ձեզ համար ինչ եք արձանագրել, ինչ կարող եք պատմել։ Նախ կարող եմ ասել, որ մենք ոչ միայն Կիրանցում էինք, այն առումով, որ մենք նաև այլ տեղեր ենք եղել այդ օրը եւ Կիրանց հասանք այդպես ավելի ուշ, մենք նաև ծանոթացել ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար գնված որոշ զինատեսակների նմուշներին, ինչպես նաև երկրի ներսում արտադրված որոշ զինատեսակների նմուշներին եւ նաև այդ պաշտպանական գոտու ամրացված շրջանում ենք եղել, այսինքն այդպես ասում են բունկեր, չէ՞։ Այսինքն իրականում խրամատի նոր եւ կատարելագործված տեսակում։ Եվ հետո արդեն գնացել ենք սահմանազատված գոտի եւ տեսել ենք հայտնի պատը եւ դպրոցը։ Իսկ այդ ամրաշինական աշխատանքներ, կառուցվող աշխատանքներ ինչ կարող եք պատմել որպես ականատես էլի։ Քանի որ դա ոչ բոլորին է տեսանելի։ Գիտեք, շատ տպավորիչ էր, անկեղծ ասեմ, այդ ամրացված շրջանը, որտեղ մենք բավական երկար ժամանակ անցկացրեցինք, ըստ որում մեզ բացատրեցին մի քանի մետրը մեկ, մեզ բացատրում էին ինչը ինչի համար է, ինչպես է ծառայելու որոշակի նպատակների, պաշտպանական նպատակների մասնավորապես եւ շատ մեծ աշխատանք է տարվում եւ գիտեք մեր մոտ իրականում ցավ կար, որ ինչու սա չի տարվել օրինակ նմանատիպ աշխատանք 20 թվականից առաջ, էլի։ Եվ 30 տարվա ընթացքում 27, ասենք, լավ։ Եվ այն, որ հիմա դա կատարվում է, իհարկե դա հրաշալի է։ Իհարկե մենք հասկացանք, որ դա դեռ ոչ ամենտեղ կա, որովհետև սկսել են կառուցել կարծես թե 2 տարի առաջ, եւ քանի որ սահմանը շատ երկար է, 925 կիլոմետր, միայն հայ-ադրբեջանական սահմանը, ապա իհարկե դա դեռ մի մասն է կառուցվել եւ ժամանակի ընթացքում հուսամ, որ ամբողջ սահմանի երկայնքով կկառուցվի եւ դա առաջնագիծը չէ, եկեք հասկանանք, որ դա առաջնագիծը չէ, էլի։ Դա ավելի թիկունքն է։ Սա աննախադեպ բան է, դուք առաջին անգամ եք տեսնում։ Ոչ, սա ոչ միայն աննախադեպ չէ, այլև սա շատ նորմալ է։ Սա այն է, ինչ օրինակ նույն Ֆինլանդիայում միշտ եղել է, քանի որ Ֆինլանդիան ունի Ռուսաստանից մշտական սպառնալիք, Ֆինլանդիան Ռուսաստանին պարտվել է 2 պատերազմ 41 եւ 44 թվականներին, 1900, կորցրել է Կարելիան, բավականին նման է այն բանին, ինչպես մենք կորցրեցինք Արցախը, էվակուացրել է ամբողջ կես միլիոն ֆին բնակչությանը եւ ինտեգրել Ֆինլանդիայում, բայց դրանից հետո չեն նվազել Ռուսաստանից բխող ռիսկերը, քանի որ Ռուսաստան նույնիսկ ցանկացել է Ֆինլանդիան դարձնել 16-րդ խորհրդային հանրապետություն եւ որպեսզի իր անկախությունը պաշտպանի եւ ինքնիշխանությունը Ֆինլանդիան նմանատիպ մոդելներ է կիրառել, նաեւ մենք գիտենք, որ Շվեյցարիայում կան նմանատիպ մոդել, նույնիսկ այն դեպքում, երբ Շվեյցարիան անմիջական սպառնալիք կարծես թե չունի, այնտեղ իհարկե մի քիչ այլ ձևով է դա իրականացվում, ես տեսել եմ Շվեյցարիայում այդ լեռների մեջ գտնվող թունելները, դա հսկայական ծախսեր են, բայց ես ասեմ, այնինչ մեր մոտ կա, նույնպես շատ մեծ ծախսեր են կատարված եւ հսկայական աշխատանք է եւ ժամանակակից է, այլևս եթե մենք համեմատում ենք այն խրամատ կոչված հասկացությանը, որ մենք ժամանակին տեսել ենք, դա ընդհանրապես աղերս չունեն միմյանց հետ։ Ես հիշում եմ իմիջիայից, քանի որ ես ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում 2 մասնագիտություն եմ ունեցել, որից ամենաերկարաժամկետը եղել է անվտանգության ինստիտուտների ռեֆորմներ եւ քաղաքականություն եւ կառավարում։ Ես դեռևս, գիտեք, 18-19 թվականներին, ըստ որում ես չեմ առանձնացնում այդպես հեղափոխությունից հետո, ինչպես շատերը, որտեվ սա քաղաքական հարց չեմ համարում, այլ համակարգային հաց եւ հեղափոխությունից առաջ եւ հեղափոխությունից հետո։ Ես քանի որ
այդպես ընկերական հարաբերություններ ունեի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այդ ժամանակ պաշտպանության նախարարությունում, երբ գալիս էի Աֆրիկայից արձակուրդ, ասում էի, մի անգամ ասի, ես ուզում եմ տեսնեմ, մի խրամատ տեսնեմ, թե մեր մոտ այդ ամենը ինչպես է, որովհետև դուք անդադ խոսում եք պաշտպանական բարեփոխումներից, բայց ես իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ դա այլ շատ խոսքեր են, դա ինչ-որ դեկորատիվ, կոսմետիկ խոսքեր են, եւ այդ նույն տպավորությունը ես ստացել էի ժամանակին, երբ ես ՆԱՏՕ-ի բաժնի պետ էի, արտգործնախարարությունում եւ ՆԱՏՕ-ում մեր առաքելությունում էի աշխատում, ես ինքս անդադ ՆԱՏՕ-ին ներկայացնում էի, որ մենք անում ենք պաշտպանական լայնածավալ բարեփոխումներ, սակայն ես ոչինչ իմ աչքերով երբևէ չէի տեսել, ու այդ հարցը ինձ միշտ ենթագիտակցաբար տանջում էր այդ տարիներին, թե ու ես սա խոսում եմ դեռևս 2000-ական թվականից, թե լավ, բայց մենք ինչ ենք անում, հետաքրքիր է, իրոք անում ենք, թե ուղղակի խոսում ենք, եւ այնինչ ես տեսա վերջապես իմ աչքերով անցյալ շաբաթ ես հասկացա, որ այս անգամ իրոք անում ենք, ու ես հիմա գոնե չեմ կասկածում, որովհետեւ մինչեւ շաբաթ օրը ես էլի ունեի այդ ներքին անհանգստությունը, որ խոսում ենք իրականում եւ իրականում այդքան էլ բան չի արվում։ Միայն իմ աչքով տեսնելուց հետո ես համոզվեցի, որ այդ ամենը իրական է, կատարվում է բարձր մակարդակով, ժամանակակից ստանդարտներով, մոդեռնիզացիա է գնում մեր բանակը եւ մոդեռնիզացիա չի նշանակում եվրոպականացում այն փափուկ իմաստով, որ այնտեղ ամեն ինչը պետք է լինի փափուկ անվտանգություն, ոչ։ Մենք հիմա խոսում ենք ոչ փափուկ ռազմական անվտանգության մասին։ Ամեն ինչը կատարվում է բարձր մակարդակով։ Ուրիշ հարց է, որ այդ ամենը չի կատարվելու մի քանի ամսում, որովհետեւ դա ժամանակ է պահանջում, պաշտպանական ռեֆորմների մի ժամանակ են պահանջում, իսկ այդ կարգի, երբ դա արդեն վերաբերվում է ոչ միայն փափուկ համակարգային բարեփոխումներին, այլև նաև այդ բուն ռազմական համակարգին, այդ շինարարական աշխատանքներին, բնականաբար այդ ամենը ժամանակ է պահանջելու։ Տիկին Թադիկյան, ինչու մինչև հիմա այդ աշխատանքները ըստ էս չեն կատարվել, չէ՞ որ հենց դրանք են անվտանգության երաշխիքները։ Այսինքն հիմա դուք որ թվականների մասին եք հարցնում։ Նախկին իշխանությունների դա չեմ կարող ասել։ Գիտեք, երևի թե իրոք կոռուպացված համակարգ է եղել, որովհետև գտնվել մեր անվտանգային միջավայրում եւ չիրականացնել այդ ամենը, ունենալ չլուծված հակամարտություն եւ չիրականացնել այդ 27 տարին այդ ռազմական հաղթանակը 90-ական թվականների չօգտագործել, ամբողջ 27 տարի ենք մենք ունեցել, որովհետև գիտեք, երբ խոսքը գնում է զենքերը գնելուն, դա ավելի արդեն ուրիշ պատճառներ ունի, նախ եւ առաջ, որովհետև մեզ երևի թե որևէ մեկը նորմալ զենք չերել վաճառ է արդիական, հենց այն պատճառով, որ մենք ունեինք չլուծված հակամարտություն, որ համարվում էր, որ մենք գրավել ենք Ադրբեջանի տարածքը եւ եթե մենք չխոսենք հիմա ոչ թե Արցախի մասին, այլ այդ Արցախից դուրս գտնվող 5+2 շրջանի եւ հատկապես 5 շրջանի, որովհետեւ գիտեք, երկու շրջանը էլի կարելի է արդարացնել, Քելբաջարը եւ Լաչինը, քանի որ դրանք հումանիտար գոտի էր համարվում Լաչինը, իսկ Քելբաջարը էլի ուներ շատ ռազմավարական նշանակություն, որտեղ Քելբաջարից կրակում էին նաև ամբողջ Արցախը ընկնում էր հարվածի տակ եւ նույնիսկ Հայաստանն էր ընկնում հարվածի տակ, սակայն գիտեք այդ 5 շրջանը շրջապատող 27 տարի հայկական վերահսկողության տակ պահելը միջազգային իրավունքի տեսանկյունից շատ խնդրահարույց էր։ Այդ պարագայում մեզ բնականաբար արևմուտքը, որը տիրապետում է այդպես զարգացած զինատեսակներին, չէր վաճառի զենք։ Ինչու է Ադրբեջանը Իսրայելից ու Թուրքիայից գնել իր հիմնական զենքը այդ տարիներին։ Նույն պատճառով, որտեղ արևմուտքը նույնիսկ Ադրբեջանին զենք չէր վաճառի։ Եվ դրա համար էլ եւ Ադրբեջանը եւ մենք զենք գնել ենք Ռուսաստանից, պլյուս Ադրբեջանը կարողացել է Իսրայելի հետ ու իհարկե Թուրքիայի հետ այդ հարաբերությունները զարգացնել եւ նրանցից գնել արդեն արդիական զինատեսակներ։ Իսկ մեր հույսը Ռուսաստանն էր։ Բայց ինչ վերաբերում այդ շինարարական աշխատանքներին, այո, դրա համար
Քեզ պետք չի Իսրայել, Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ, այդ շինարարական աշխատանքները անշուշտ կարող էին կատարվել Հայաստանի կարողություններով եւ ուժերով եւ այն, որ չի կատարվել, դա պարզապես արդեն որևէ արդարացում չունի։ Այդ իշխանությունները, որոնք չեն կատարել, հա, ձեր նշած այդ աշխատանքները, այսօր այս իշխանությանը մեղադրում են, որ բանակը կազմաքանդում են, զինվորը անպաշտպան է, ձեր տեսածը դրա մասին է։ Գիտեք, ես մի քիչ զարմանում եմ, որ ինչքան կարելի է չընդունել սեփական ձախողումները եւ ամեն դեպքում ներկայիս իշխանությունները արդեն 22 թվականների կեսերից շատ լուրջ բարեփոխումներ են իրականացնում եւ այդ բարեփոխումները, քանի որ ամեն ինչը չի ինչ հնարավոր է հրապարակել, որը բնական է, այդ իսկ պատճառով էլ հաճախ հանրությունը պարզապես իրազեկ չի հավատում, թերահավատ է, բայց այդ հանրությունը ազդեցություն է կրում այն որոշակի քաղաքական ուժերից, որոնք այո, իրենք չեն արել ոչինչ 27 տարի եւ հետո փաստորեն հիմա մեղադրում են այն ուժերին, որոնք անում են այդ բանը։ Նույն այդ ժամանակակից սպառազինություններ գնելը։ Մենք ոչինչ չենք ունեցել պատերազմից առաջ։ Ունեցել ենք այդ այո, իսկանդերներ, ինչ որ սու 27 է կարծեմ, որոնք չոր թերի են եղել, ինչ որ մասեր դրանց մեջ պակասել են, միգուցե նաև հսկողությունը մեր ձեռքը չի եղել, ես զենքերի մասնագետ չեմ, ռազմագետ չեմ, ես անվտանգության կառավարման ու բարեփոխումների մասնագետ եմ, ես բոլոր մանրամասներին բնականաբար տեխնիկական չեմ տիրապետում։ Սակայն այն, ինչ հիմա մենք ձեռք ենք բերել Ֆրանսիայից ու Հնդկաստանից, եւ կարծում եմ նաեւ հնարավոր է որ այլ երկրներից հնարավորություն լինի ձեռք բերել, որովհետեւ մենք արդեն չենք համարվում երկիր, որը ինչ որ հակամարտության մեջ է կամ այսինքն բոլորը գիտեն, որ մենք միայն ուզում ենք մեր ինքնիշխան տարածքը պաշտպանել Ադրբեջանի հնարավոր պոտենցիալ հարձակումից եւ եթե նույնիսկ կնքվի խաղաղության համաձայնագիր, որտեղ հիմա կոնկրետ նախաստորագրված է, եթե նույնիսկ դա ստորագրվի ու վավերացվի, մենք միևնույն է պետք է անպայման շարունակենք մեր պաշտպանական համակարգը ամրապնդել եւ պահել անպայման լինել պաշտպանունակ պետություն, քանի որ էլի մենք նայենք Ֆինլանդիային, Շվեյցարիային, Ֆինլանդիան 44 թվից հետո պատերազմ չի ունեցել, սակայն մինչև օրս նա անպայման աշխատում է իր պաշտպանականության ամրապնդման վրա եւ անգամ դարձավ ՆԱՏՕ-ի անդամ եւ նույնը վերաբերում է Շվեյցարիային, որը շատ ավելի քիչ ռազմական սպառնալիք ունի եւ Եվրոպայի շատ պետություններ, որ հիմա իրենց այդ GDP-ն հասցրել են 5%-ի Ամերիկայի նախագահ Տրամպի պահանջով։ Իմիջիալոց ես այն օրը տոկոսային համացությամբ համացի մեր վերջին 3-4 տարվա ռազմական ծախսերը եւ անցյալ տարի հասել է 6%-ի, անցյալ չէ, այս տարի։ Մյուս տարի դե գիտենք, որ իջնելու է մի քիչ, կարծեմ 4.9 էր, անցյալ տարի կարծես թե 5.3 էր, այսինքն մենք այդ ընդհանուր տրամաբանության մեջ համաշխարհային հիմա տեղավորվում ենք, որովհետև հիմա աշխարհում այո գնում է որոշակի միլիտարիզացիայի process, հատկապես Եվրոպայում, երբ արդեն միջազգային իրավունքի վրա իրենց հույսը չեն դնում, իրենց պաշտպանվելու եւ մանավանդ Ռուսաստանի եւ Ուկրաինայում ներխուժումից հետո եւ ինչու ոչ նաեւ արդեն տեսնում ենք ինչքան հակամարտություններ կան այս պահին ռազմական եւ բոլոր եվրոպական երկրներն էլ բացի Իսպանիայից, որը հրաժարվել է այդ 5%-ը մուծել, բոլորն էլ հասկանում են, որ իրենք պարտավոր են իրենց պաշտպանականությունը հոգալ եւ դրա համար իրենց 50%-ը իրենց բյուջեի ուղղել ռազմական ծախսերին, այնինչ մինչև այդ իրենց հույսը դնում էին Միացյալ Նահանգների վրա, որ Միացյալ Նահանգները կգա իրենց կփրկի։ Մեր պարագայում մեզ ոչ մեկը չի գալու փրկի, մենք դա հասկացել ենք դառը փորձով, վերադառնալով ձեր նախորդ հարցին, ակնհայտ է, որ մեր նախորդ իշխանությունները եւ ինչու ոչ նաեւ ներկայիս իշխանությունները առաջին 2-3 տարում իրենց հույսը դնում էին Ռուսաստանի վրա, որ Ռուսաստանը իր դաշնակցային պարտավորությունները կատարելու է, եթե ոչ
Արցախի հարցում, որովհետև հայ-ռուսական համաձայնագրերը երբևէ չեն ենթադրել, որ Ռուսաստանը Արցախի հարցում ամիջական ռազմական միջամտություն է ցույց տալու, ոչ էլ ՀԱՊԿ-ը։ Սակայն բայց մենք ՀԱՊԿ-ի օրինակ ունենք, նաև ռուս խաղապահների օրինակ ունենք Արցախում։ Այո, փաստորեն ինչ կատարվեց հայ-ռուսական համաձայնագրերով կամ առավել եւս ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանը պարտավորություն չունեին Արցախում կատարելու ռազմական միջամտություն, քանի որ այդ համաձայնագրերը Հայաստանի ինքնիշխան տարածքի համար էին։ Սակայն երբ վերաբերվում է խոսքը Հայաստանի ինքնիշխան տարածքին, Ռուսաստանը ուներ պարտավորություն, ինչպես նաև ՀԱՊԿ-ը։ Եվ մենք տեսանք, որ ոչ միայն դա տեղի չունեցավ, այլև նույնիսկ ջերմուկից առաջ խոսակցություններ կան, ես չգիտեմ դրանք ինչքան է ճիշտ, որ ռուսները հետ են քաշվել։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի հարցին, այդտեղ ՀԱՊԿ-ը ընդհանրապես կապ չունի, սակայն Ռուսաստանը լինելով ԵԱՀԿ երկրի համանախագահ, փաստորեն ինչ կատարվեց 97 թվականի լուծումը, երբ առաջարկվում էր, ինչպես նաև 2000-ականների սկզբների, այնտեղ դիտարկվում էր միջազգային խաղաղապահների տեղակայումը։ Այսինքն դա կլիներ շատ նման Կոսովոյի մոդելին, որտեղ կան միջազգային խաղաղապահներ։ Սակայն երբ արդեն տեսնում ենք Կազանից սկսած այդ պլանները, ռուս խաղաղապահները սահուն կերպով փոխարինվեցին միջազգային խաղաղապահները Կազանի Լավրովի պլաններում սահուն կերպով փոխարինվեցին ռուս խաղաղապահներով։ Եվ հենց այդ պահից իհարկե արդեն պարզ էր, որ գնալով ավելի ու ավելի խնդրահարույց են դառնում առաջարկվող լուծումները։ Ինձ հետաքրքիր է դուք տեղում շփվել եք զինվորների հետ, եղել եք նաև Կիրանցում, ինչպիսին է կյանքը նաև նոր Կիրանցում, հա, այսպես ասեմ, որովհետև այս դեպքում էլ ընդդիմությունը շատ է շարքում, որ այնտեղ ոչ ապահով է ադրբեջանական նշանառության տակ են եւ այլն։ Դուք ինչ եք տեսել այնտեղ։ Անկեղծ ասեմ, որ մենք բնակիչների հետ շփում չենք ունեցել, որովհետև արդեն դա ծրագրի այդպես մասներ ու ժամանակ չկար, սակայն մենք շփվել ենք դպրոցի աշխատողների հետ, երբ դպրոց ենք մտել, տեսել ենք դպրոցը ամբողջությամբ եւ դպրոցի աշխատողների հետ ենք շփվել, դպրոցը արտակարգ բարեկարգ եւ ապահով դպրոց էր, այնտեղ մի բան կար, որ ամեն ինչ այնքան նոր էր, որ այնպեսի տպավորություն էր, որ մի քիչ ցուցահանդեսի նման իրենք այսպես ամեն ինչը պահում են պահարաններում ուսուցիչները ու հնարավոր է որ չեն օգտագործում։ Ենթադրենք ինչ-որ դասի համար լաբորատոր սարքեր կամ սպորտային դահլիճը եւ պետք է անպայման վստահ լինել, որ այդ ամենը կիրառվում է, օգտագործվում է։ Ինչ վերաբերվում է մենք տեսանք հեռվից բնակիչներ, մենք տեսանք ֆուտբոլ խաղացող երեխաներ, Կիրանցից մի քիչ այն կողմ, այնտեղ բասկետբոլ թե ֆուտբոլ էր, չեմ հիշում, բայց ասեցին, որ այդ գյուղում կա 10 երեխա եւ մենք տեսանք 10-ից 7-ին, որոնք շատ ուրախ, շատ զվարթ, ոգևորված խաղում էին։ Կարծես թե բասկետբոլի դաշտ էր, ոչ թե ֆուտբոլի։ Եվ նաեւ ինչ վերաբերում է զինվորականներին, այո, մենք տեսել ենք զինվորականների, հիմնականում սպաներ, որոնք մեզ բացատրել են այդ ամենը, ինչ որ մենք տեսել ենք, եւ նաեւ մենք տեսել ենք զինվորների կյանքի պայմանները։ Ննջարանները, այդ գրադարան կար այնտեղ։ Ինչպիսին էին այդ պայմանները։ Շատ լավ։ Ու ես ինքս այլ երկրներում, օրինակ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, որտեղ նույնպես եղավ շատ ուրիշ տիպի իհարկե ռազմական պարտություն, երբ պետական զորքերը չկարողացան դիմադրել խռովարարներին եւ խռովարարները հարևան երկրի այսպես վարձկանների հետ միասին եկան ու ամբողջ երկիրը ընդհուպ ինչեւ մայրաքաղաքը գրավեցին ու ռազմական հեղաշրջում արեցին, հետո իհարկե այդ փոխվեց, հետո մենք ՄԱԿ-ի ու Եվրամիության կողմից նախագծեր էինք մշակում, որպեսզի ռազմական բարակները վերանորոգենք, այդ թվում այդ կենցաղային պայմանները Եվ ես ասեմ, որ թեև մենք անում ենք այդ ամենը Եվրամիության ու ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ, այնինչ ես տեսա ոչ միայն համատելի է, այլև ես կասեի ավելի լավն է մեր մոտ, շատ բարձր մակարդակի։ Շատ լավ։
Տիկին Թաթիկյան 2026 թվականի հունվարից պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարուց դառնում է 1.5 տարի։ Այստեղ էլ շարժումները շատ են, ընդդիմությունն ասում է, որ էլի բանակը քանդելու ուղղությամբ եք տանում։ Դուք ուսումնասիրել եք սա ինչի մասին է եւ ինչ են ցույց տալիս ձեր ուսումնասիրությունները։ Նայեք, այդտեղ Եվ ինչի համար է սա պետք։ Ստատիստիկ հարցեր են տալիս ինձ օրինակ Facebook-ում, ես ստատիստ չեմ, ավելին ես կամավոր հիմունքներով աշխատող իմ սեփական ինտուզիազմի հիման վրա աշխատող փորձագետ եմ եւ ես ոչ ունեմ այդ բոլոր թվային տվյալները եւ ոչ ժամանակ ունեմ եւ ոչ ռեսուրս ունեմ այդ բոլոր հաշվումները, դա մի ամբողջ ինստիտուտ է պետք եւ վստահ եմ, որ այդ ինստիտուտը կա, դա Պաշտպանության նախարարությունն է եւ այդ հարցերը պետք է ուղղել իրենց եւ ըստ էության նախարար Սուրեն Պապիկյանը շատ սպառիչ եւ բովանդակալից հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին մի շաբաթ առաջ եւ շատ բաներ բացատրեց։ Ես դրան կարող եմ ավելացնել որոշ կոնցեպտուալ դիտարկումներ։ Եթե մի կողմ դնենք այդ ստատիստիկ մասը, ապա այս օրենքը փոփոխությունը ինչի մասին է։ Ես ունեմ որոշ կոնցեպտուալ նկատառումներ դրա հետ կապված։ Նայեք, սկսեմ պաշտոնական դիրքորոշումից, որ սահմանազատված հատվածներում զինված ուժերը չեն ծառայելու, այլ սահմանապահ զորքերը, որոնք լրիվ ուրիշ պրոֆեսիոնալ ծառայություն է, իսկ կոնկրետ այդ նորակոչիկը չի լինելու առաջնագծում կանգնած։ Ընդհանրապես սխալ է, որ նորակոչիկը առաջնագծում կանգնած է, որովհետև ինքը շատ վատ տերմին օգտագործեմ, դառնում է թնդանոթի միս։ Սակայն ամեն դեպքում, եթե պատերազմ լինի, սակայն ամեն դեպքում առաջիկա 2-3 տարում պատերազմի հավանականությունը ըստիս մինիմալ է։ Երբեք ավելի ցածր չի եղել։ Այ եթե խաղաղության գործընթացը ձախողվի, միգուցե 3 տարի հետո մեծանա։ Հուսանք որ չի ձախողվի։ Սակայն կոնկրետ առաջիկա 2 տարում Ալիևը դժվար թե այդքան հանդգնություն ունենա, որ նախագահ Տրամպի մոտ խաղաղության հանձնառություն այսպես տված լինելուց հետո վերցնի ու ռազմական ներխուժում։ Դա Ալիևը քաղաքականապես չի մարսի։ Հետևաբար սա երևի թե բավականին լավ այդպես հնարավորություն է մեր զինված ուժերին կենտրոնանալ իրական խորքային համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա, որը չի նշանակում դիրքում կանգնել պահակ։ Օրինակ այնտեղ ամբողջ համակարգը պիտի փոխվի, որտեղ մենք ժառանգել ենք այդ ռուսական խորհրդային անպետք համակարգը։ Սովետական բանակի մնացորդները։ Այո, որը ամբողջությամբ պիտի փոխվի ժամանակակից ստանդարտների բերվի, որովհետև պաշտպանական բարեփոխումները մենակ զենք գնելն ու ամրացված գոտի կառուցել չի, դա պետք է ամբողջ այդ հրամանատարությունը, ռազմական կրթությունը, թե փափուկ հմտությունները եւ թե այդ բուն ռազմական ֆիզիկական հմտությունները, զորավարժանքներ, ֆիզիկական պատրաստվածություն, մարտական պատրաստվածություն, ինչ իրավիճակում ինչպես պիտի պահել այդ կոորդինացիան, կառավարումը, ռազմական գործողությունների տակտիկա եւ այլն, այդ ամենը հսկայական աշխատանք է եւ պետք է կենտրոնանալ դրա վրա, որովհետեւ հակառակ դեպքում գիտեք այդ զենքը գնելուց բացի նախ եւ առաջ պետք է նաեւ օգտագործել։ Դա ամբողջ մի գիտություն է, ինչպես օգտագործել այդ ժամանակակից զենքերը։ Ես վստահ եմ, որ այդ ուղղությամբ աշխատանք արդեն իսկ տարվել է վերջին 2-3 տարում եւ տարվում է, բայց դա անընդհատ գործընթաց է։ Եթե նորակոչիկը կանգնած է առաջնագծում որպես պահակ, ինքը այդ ժամանակը կորուստ է մի տեսակ, որովհետև այդ ժամանակը չի օգտագործվում նրան կրթվելու վրա։ Դրա փոխարեն հիմա փաստորեն ինչ է լինում։ Մենք պահպանում ենք զորակոչը, որովհետև մեր նման անվտանգային իրավիճակում ես կողմ եմ, որ զորակոչը միշտ պահպանվի, բայց դա այո կրճատվի եւ դա ոչ թե լինի պահակություն եւ պոտենցիալ կյանքի կորուստ, այլ դա լինի իրական զինվորական կրթություն։ Եվ դրան զուգահեռ պայմանագրային, այսինքն պայմանագրային բառը մի քիչ ամբողջովին չի ներկայացնում դրա պրոֆեսիոնալ բնույթը, դրան զուգահեռ պետք է գնալով ստեղծվի ու ավելանա այդ պրոֆեսիոնալ ստորաբաժանումների քանակը, որի համար
բավականին ծրագրեր են ստեղծվել, չէ՞։ Ես լսում եմ բանակում ծառայեցներից, որ առաջ այդ 24 ամիսը ծախսվում էր շարային քայլ սովորելու, շարային քայլը դա ծիծաղելի է, էլի։ Հա, դա էլի թող լինի, բայց դա այն ամենատարրական հմտությունն է եւ դա ընդհանրապես մի հմտություն է, որ 2 տարի անդադ շարային քայլ էին անում, կամ էլ ոստում կանգնած էին։ Հիմա կարող է լինել 1.5 տարի, բայց այդ 1.5 տարում շատ ավելի բարձր մակարդակի եւ իրական ռազմական եւ նաեւ փափուկ հմտություններ սովորեն։ Ես կարծում եմ, որ այդ process-ն է գնում։ Ամենակարևորը ռազմական կրթությունն է։ Առանց կրթության ոչ մի հարց չի լուծվելու։ Իսկ մեր մոտ էլի դա եղել է այդ հին սովետական խորհրդային համակարգի, իսկ հիմա ավելանում են այդ եւ պետք է գնան արտերկրում սովորեն, դրանց թիվն է ավելանում այդ սպաների եւ նաեւ պետք է բերել ինստրուկտորներ եւ տեղում, որովհետեւ այդքան մարդու չես ուղարկի դուրս, իսկ եթե դու բերում ես դրսից ինստրուկտորներ, տեղում կարելի է շատ ավելի մեծ թվով մարդկանց վերապատրաստել, իհարկե այնտեղ լեզվի խնդիր կա, հատկապես ֆրանսիացիների հետ, որովհետև քանի հոգի գիտեն մեր զինված ուժերում ֆրանսերեն, շատ դժվար լեզու է, անգլերենը ավելի հեշտ է, բայց միգուցե պետք է հայազգի հրահանգիչներ գտնել այլ երկրների զինված ուժերում, շատ տարբերակներ պետք է դիտարկել։ Լավ, շատերն էլ ասում են, որ թեկուզ ձեր նշած այս բարեփոխումները ինչն էր խանգարում 2 տարում անել, բանակը կրճատել ու սարքել 1.5 տարում ու այս բոլոր բարեփոխումները տեղավորել 1.5 տարվա մեջ։ Ինչ է տալիս այդ կես տարին կրճատելը։ Շատերը այստեղ քաղաքական ենթատեքստ են տեսնում, ասում են 2026-ին ընտրություններ են, իշխանությունները դրա համար են գնում այս քայլին, որ հավելյալ ինչ-որ ձայներ կարողանան։ Չի բացառվում, դա էլ է քաղաքականություն։ Այսինքն ես չեմ բացառում, որ այդ ասպեկտը կա, որ դա նաև այսպես մի քայլ է, որը բայց նայեք, այսպիսի հարց կա։ Ինչքան մարդ է արտագաղթում, որպեսզի բանակում չծառայի։ Բանակը դիտվում է որպես պատիժ կամ բանտ, չէ՞, հայկական հասարակության մեջ։ Ես ինքս գիտեմ մեծ քանակությամբ ընտանիքներ, ես ինքս այսպես շատ անձնական բնույթի դասեմ։ Ես այդպես տերմինով ասած մտավորականի ընտանիքից եմ։ Այսինքն իմ ամբողջ ընտանիքը եղել է գիտության այդպես ակադեմիական ոլորտի մարդիկ են։ Ու կոնկրետ իմ շրջապատում ես միշտ այդպես եմ մանկության տարիներին, պատանեկության տարիներին այդպիսի պատկերացում է եղել, որ բանակ գնալը վտանգավոր է կոնկրետ մտավորականի ընտանիքից դուրս եկած երեխայի համար։ Ինչու է վտանգավոր։ Այն ժամանակ պատերազմ չկար։ Վտանգավոր է, որովհետև նրան այդ գողական մթնոլորտի այդ ուրիշ տիպի սոցիալական խավից դուրս եկած այդ կարգերով տղաները կարող է ճնշեն, կարող է ստորացնեն, կարող է վերջիվերջո սպանեն, որովհետև այդպիսի դեպքեր ամեն տարի մի քանի տասնյակ լինում էին, չէ՞, մեր բանակում։ Ըստ նախարար Սուրեն Պապիկյանի այս տարի չի եղել անգամ մի սպանության դեպք, եղել է միայն մի ինքնասպանության դեպք եւ շարունակում են իհարկե խաղաղ պայմաններում մահերը դժբախտ պատահարների պատճառով, ենթադրենք ավտոմեքենայի ավտովթար կամ հրազենի անզգուշ օգտագործում, սակայն իրենք նաև միջոցներ են ձեռք առնում, որ այդ ամենը կրճատվի։ Բանակի ամբողջ բարոյահոգեբանական մթնոլորտը պիտի փոխել, որ այդ քրեական բարքերը վերանան եւ յուրաքանչյուր հայ երիտասարդ տղամարդ հարմարավետ զգա գնալ եւ իր երկիրը պաշտպանելու համար ծառայել բանակում։ Հիմա այդ 2 տարին ինչքան մարդ կա, որ արտագաղթում է, չէ, որ բանակում չծառայի, որտեղ այդ 2 տարին համարում են կամ վտանգավոր իրենց կյանքի համար, կամ իրենց կյանքի կորուստ։ Հիմա եթե այդ 2 տարին կրճատվում է եւ բանակի կենցաղային պայմանները բարելավում են, որը ասում եմ, այնինչ մենք տեսանք, այդ կենցաղային պայմանները իրոք շատ լավն էին։ Այստեղ նաև անվտանգության հարցը պիտի այո, այդտեղ կա եւ այդտեղ այդ կառույցներում, որ մենք տեսանք, առաջինը դրանք պաշտպանում են զինվորին, որ եթե նույնիսկ լինի ռազմական հարձակում, զինվորը
արդեն պաշտպանված է լինելու այդ կառույցներում։ Զոհվելու հավանականությունը անհամեմատ նվազում է։ Երկրորդը նա ունենում է կենցաղային նորմալ պայմաններ։ Նա նաև կարող է այդ ընթացքում գիրք կարդալ, ինչ որ նոր հմտություններ ձեռք բերել, ինչ որ դասընթացներ կարող են իրենց համար կազմակերպվել, ըստ որում եւ ռազմական, եւ փափուկ այլ կարգի հմտություններ։ Եթե իրենք իրենց ինչ որ մասնագիտության են տիրապետում, ենթադրենք IT ոլորտի, իրենք միգուցե կարող են իրենց մասնագիտությունների գծով օգտագործվել այդ նույն զինվորական ծառայության դեպքում։ Այսինքն ամեն ինչի, որ որոշվում է այդ ժամկետով, եթե այդ ժամկետը դառնում է նախ եւ առաջ ոչ այնքան տաժանակիր ու ցավալի, ինչպես եղել է մինչև հիմա։ Երկրորդը դա նաև կրճատվում է ժամանակի իմաստով։ Երրորդը զոհվելու հավանականությունը կրճատվում է, նաև շահագրգռվածությունն է, չէ, բարձրանում։ Այսինքն բանակում ծառայելու գրավչությունը մեծանում է։ Ըստ որում դա եւ նորակոչիկների պարտադիր զինվորական ծառայության դեպքում է մեծանում, որ իրենք բանակից չփորձեն խուսափել, արտագաղթել եւ միաժամանակ մեծանում է գրավչությունը պրոֆեսիոնալ բանակում ծառայելու իմաստով։ Եվ եկեք ճիշտ ասենք, ոնց է ստացվում, որ Հայաստանում մի կողմից կա աղջիկ երեխաների մասին, որ իմանում են արհեստական հղիության արհեստական ընդհատում, մյուս կողմից դեռևս 20 թվականի պատերազմից առաջ ՄԱԿ-ի արդեն վիճակագրական տվյալ կբերեմ, ՄԱԿ-ի վիճակագրական տվյալներով Հայաստանում կանանց թիվը 20-ից 50 տարեկան կանանց թիվը 1/3-ով ավելի գերակշռում էր տղամարդկանց թվին։ Ուրեմն այդ տղամարդիկ մինչև բանակի տարիքին հասնելը արտագաղթում են, չէ, որպեսզի բանակում չծառայեն։ Ու դա ոչ միայն երկրի պաշտպանությունն է թույլատնում, անվտանգությունն է թույլատնում, որովհետև դու բավարար զինծառայող չես ունենում, այդ դեպքում դու բավարար զինծառայող չես ունենում, այլ դա նաև դեմոգրաֆիական ու սոցիալ-հոգեբանական այլ խնդիրներ է երկրում գոյացնում, որովհետև նորմալ չի, որ քո երկրում այդպիսի անհամաչափություն կա սեռերի հետ կապված, ու դա նաև բերում է այլ խնդիրներ, չէ, դեմոգրաֆիական այլ խնդիրներ։ Տիկին Թադիկյան, այս բոլոր օրինակները, բոլոր ձեր տեսած օրինակները, այո, տանում են դեպի ավելի լավ բանակ, ավելի բարեհոգեբանական կայուն բանակ, ավելի պաշտպանված բանակ, հա, դուք այդ կարծիքն ունեք։ Դե այն ինչ ես իմ աչքերով տեսա, դրանից հետո ես երկու կարծիք այլևս չի կարող լինել։ Ու ես չեմ ասում, որ ես ասում եմ, որ դա այդ ամենը իդեալական է, որ 100%-ով չկան խնդիրներ, իհարկե կան խնդիրներ, որովհետև բանակի պաշտպանական բարեփոխումները, ու ես ասում եմ, ես այդ բարեփոխումների մասնակցել եմ այլ երկրներում, Ասիայում, Աֆրիկայում, Բալկաններում, ես նաև երբ ՆԱՏՕ-ում դիվանագետ էի, տեղյակ եմ, ինչ դժվար բարեփոխումների միջով են անցել արևելյան Եվրոպայի երկրները մինչև ՆԱՏՕ-ի անդամ դառնալը։ Ռումինիա, Բուլղարիա, Լեհաստան, բալթյան երկրներ իրենք այդ ամբողջ տրանսֆորմացիայով անցել են։ Դրանք երբևէ չեն կարող տևել 1.5 տարի։ Եվ մեր դեպքում, երբ ասում են, օրինակ, ինչու չի եղել հեղափոխությունից հետո 18-ից 20 թվականներին, որտեղ 18-ից 20 թվականներին ամեն ինչ արդեն այնքան վատ էր, ու մենք դիվանագիտական առումով բավականին արդեն մեկուսացված էինք եւ գտնվում էինք չլուծված հակամարտության մեջ, եւ մենք հապկի անդամ էինք, մեզ ոչ մեկը նախ զենք չէր վաճառի բացի ռուսներից, ռուսներն էլ մեզ ինչ էին վաճառում, իրենց դուրս գրած, անպիտան, հնացած, իրենք հո մեզ իրենց լավը չէին վաճառում, չէ՞։ Իսկ հետո ասենք ինչու դա չկատարվեց 20-ից 22 թվականներին։ 20-ից 22 թվականներին դա չկատարվեց, որտեղ առաջին պատերազմի էնել այդպիսի տրավմատիկ պատերազմի շոկից հոգեբանորեն դուրս գալը դա շատ դժվար գործ է։ Մեկ։ Երկրորդը մենք չունենք որևէ միջազգային գործընկեր, որը մեզ այդ ամեն ինչում օգներ։ Երրորդը մեր պաշտոնական միջազգային դաշնակից Ռուսաստանը ըստ տեղեկությունների իրենց սպաները նստած էին մեր գլխավոր շտաբում, զինված ուժերի ու պարզապես խոչընդոտում էին այդ ռեֆորմը, ոչ թե դրան նպաստում։ Անգամ ինձ թվում է իրենք ուզում էին մեզ լիակատար կախվածության մեջ դնել Ռուսաստանից, որպեսզի մենք կորցնենք իրենց մեր որպես ինքնիշխան երկիր պաշտպանունակությունը ու մնանք բացառապես իրենց հույսին։ Իսկ ինչու հետո կատարվեց, որովհետև առաջին Ռուսաստանի ուշադրությունը շեղվեց մեզնից ուկրաինական
պատերազմի պատճառով եւ մենք արդեն մեր հիասթափությունները ունեցանք, դարը դասերը քաղեցինք, մենք տեսանք, որ Ռուսաստանի վրա անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության հարցում հնարավոր չի հույս դնել եւ իրենք էլ արդեն մեզ չէին կարողանում խանգարեին, որտեղ խիստ զբաղված էին Ուկրաինայում եւ դրանից հետո նոր սկսվեցին բարեփոխումները եւ նաեւ մեր նախորդ նախարարները շատ էլի այդ ռուսական դպրոցի ազդեցության կրողն էին, որ հիմա էլ իրենց գործունեությունից դա երևում է, որ իրենք հայկական շահերը առանձնապես չէին հետապնդում։ Խոսում եմ կոնկրետ, օրինակ այդտեղ 21 թվի նախարարները 2-3 նախարար չփոխվեց, բոլորը այդ հին ռուսական դպրոցի ներկայացուցիչներ էին իրենք։ Տիկին Թաթիկյան, խաղաղության ճանապարհը անցնելու համար հիմնական մի քանի կետ կուզեմ մեկնաբանեք, ինչ պիտի անենք, որ այդ ճանապարհն անցնենք եւ մենք եւ ադրբեջանական կողմը։ Եվ արդյոք կետնի վրա տեսնում եք այդ գործողությունները։ Նայեք, երբ օգոստոսի 8-ին ստորագրվեցին այդ Վաշինգտոնի հռչակագիրը եւ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, ես շատ հանգամանալից հոդված առ հոդված վերլուծել եմ այդ ամենը, այնտեղ իհարկե կան խնդիրներ, այսինքն դա այդ իդեալական խաղաղության համաձայնագիրը բնականաբար չի, սակայն իդեալական խաղաղության համաձայնագիր չի լինում։ Առավել եւս չի լինում 2025 թվականին, երբ միջազգային իրավունքը բավականին այսպես փխրուն վիճակում է, այդ լիբերալ իրավակարգը բոլորը ընդունում են, որ վերջացել է, այլևս չկա, որը հիմնվում էր մարդու իրավունքների վրա, այդ մարդու իրավունքների կոնցեպտի վրա հիմնված լիբերալ աշխարհակարգը վերջացել է։ Եվ առաջին հերթին վերջացել է, որտեղ դրա հեղինակ Միացյալ Նահանգներում շատ բան է փոխվել։ Բայց սակայն ընդունենք, որ այդ լիբերալ աշխարհակարգին հարող նաև նախորդ ադմինիստրացիան ամերիկյան, այո, Ուկրաինայի հարցում բավականին առաջնորդվում էր այդ սկզբունքներով, բայց օրինակ այլ հակամարտությունների հարցերում այնքան էլ չէ։ Հիմա մենք ունենք այն, ինչ ունենք։ Մենք ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Տրամպը, որը այո, շատ հեռու է լիբերալ որևէ կոնցեպտից։ Ինքը մի գործիչ է, որը ամեն ինչին նայում է այդպես բիզնեսի գործարքի տեսանկյունից։ Դրան ասում են transactional նախագահ։ Սակայն նա հայտարարել է, որ ուզում է խաղաղություն հաստատել աշխարհում ընթացող հակամարտություններում։ Եվ մենք տեսնում ենք, որ նա այդ ուղղությամբ իրոք ջանքեր է գործադրում։ Այո, նա այդ ջանքերում ունի որոշակի շահ։ Օրինակ Ուկրաինայում այդ բնական հանածոների, այնտեղ նաև Կամբոջա, Ռուանդա, այնտեղ ինքը միշտ ինչ որ տնտեսական ինչ որ շահ ունի։ Հիմա միգուցե դա լավ է, որ այստեղ էլ ամերիկյան ընկերություն լինի, կոնկրետ ըստ այդ փաստաթղթի հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիում է լինելու եւ այո, միգուցե դրանից Միացյալ Նահանգները ստանա ինչ-որ տնտեսական շահ, իսկ դա վատ է։ Ոչ, դա վատ չի, որովհետեւ դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները իրական շահագրգռվածություն կունենա այդ ամենը իրագործելու եւ վերահսկելու։ Հիմա Ալիևը դելեգիտիմացրեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Եվրամիության կողմից եւ այլ նաեւ Բայդենի ադմինիստրացիայի կողմից իրականացվող միջնորդությունը միջազգային իրավունքի ավտորիտար ինտերպրետացիայով, ասելով, որ այնտեղ կա ներքին գործերին չմիջամտելու սկզբունք եւ ինքնիշխանության սկզբունք, այդ երկու սկզբունքները օգտագործելով նա անգամ թույլ չտվեց, որ Արցախ մտնի որևէ հումանիտար օգնություն, դրանից առաջ ընդհանրապես որևէ խաղաղապահ առաքելություն։ Հիմա Տրամպը եկավ եւ Տրամպը այն մարդն է, որ Ալիևը ասում է ես Տրամպին շատ եմ հարգում, մենք կիսում ենք նմանատիպ արժեքներ, ավանդական արժեքներ եւ այլ, ինքը այդ լիբերալ արժեքները չի փորձում մեզ հարկադրել եւ Տրամպը կարողացավ Տրամպի ադմինիստրացիան Ալիևին համոզել, որ նա գնա Վաշինգտոն եւ խաղաղության հանձնառություն ստանձնել եւ վստահ եմ, որ գոնե
բացահայտ առաջիկա 2 տարում նա չի կարողանա այդ պայմանավորվածությունը խախտել։ Հետո կարող է ինչ-որ պատրվակ գտնի, ինչ-որ մի պրովոկացիա սադրի, բայց ինչ է անում մեր իշխանությունը։ Մեր իշխանությունը, ինչպես տեսնում եք, пассив չի պահում իրեն։ Ես եղել եմ դիվանագետ, 12 տարի ես եղել եմ Հայաստանի դիվանագետ ու էլ միշտ հետևել եմ մեր դիվանագիտությանը։ Ես այսպիսի գերակտիվ դիվանագիտություն Հայաստանի կողմից սրա կեսը ես չեմ տեսել, բոլոր ուղղություններով, անգամ Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի հետ մենք հարաբերություն կարգավորեցինք, որովհետև մենք չենք ուզում ունենալ թշնամի պրոբլեմատիկ պետություններ մեկ, երկրորդը հիմա այս նոր արտաքին քաղաքականությունը շատ նուրբ է իրականում, շատերը քննադատում են, թե մի կողմից ասում են եվրոինտեգրացիա, մյուս կողմից հարաբերություն ենք հաստատում Չինաստանի հետ, բայց գիտեք, աշխարհը այլևս միավեկտոր չի եւ նույնիսկ երկվեկտոր չի, աշխարհը ակնհայտ բազմավեկտորության է գնում եւ այդ պարագայում մեր աշխարհագրական դիրքով, որ մենք Եվրոպայի ու Ասիայի սահմանագծին ենք, շատ դժվար է ասել, գիտես, ես մենակ Եվրոպայի հետ եմ շփվում։ Մենք պարզապես մեր տնտեսությունը կփլուզվի եւ կոմունիկացիաներ չենք ունենա։ Նույն Եվրամիությունը ռազմավարական գործընկերության ինչ-որ ֆորմատներ ունի Հնդկաստանի հետ եւ նաեւ Չինաստանի հետ։ Հիմա մենք փորձում ենք այդ ուղղություններով էլ աշխատել։ Բարեբախտաբար Արևմուտքը ըմբռնումով է մոտենում անգամ Իրանի հետ մեր շատ խորը համագործակցային հարաբերություններին, այն դեպքում, երբ Իրանը իրոք Արևմուտքի կողմից սանկցիաների ենթարկող պետություն է։ Այդտեղ պետք է շատ զգուշ լինել, կարմիր գծերը չխախտել։ Օրինակ, այնպիսի մի կարմիր գիծ խախտել նույն Ռուսաստանի կամ Իրանի հետ համագործակցության դեպքում, որ իրոք դա Արևմուտքի համար լինի այն աստիճան անընդունելի, որ դրանով մենք սաբոտաժի ենթարկենք Եվրամիության, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը։ Բայց այդ կարմիր գծերից այն կողմ, երբ վերաբերվում է կոմունիկացիաների զարգացմանը, նույն Եվրամիությունը խրախուսում է այդ միջանցքում Հայաստանի ներգրավումը, որը միջին Ասիայից գնալու է Ադրբեջան ու կարծես թե հիմա հույս կա, որ մենք էլ կարող ենք դառնալ դրա մաս։ Եվ մեր իշխանությունները հիմա շատ պրոակտիվ դիվանագիտությամբ փորձում են այդ ամենին քայլ առ քայլ հասնել ու իրենք այդ անգլերեն ասում են positive thinking, չէ՞։ Այսինքն իրենք իրենց այդ դրական խոսույթն են որդեգրել, որ խաղաղությունը հաստատված է։ Մենք բոլորս գիտենք, որ այդ խաղաղությունը դեռ կիսատ խաղաղություն է։ Ես գտնում եմ, որ երևի իրենք էլ գիտեն, բայց ինչու են դա իրենք անդադ շեշտում։ Դրանով իրենք մի տեսակ, գիտեք, երբ ասում են խաղաղության պարտադրում, մեր մոտ միշտ նկատի են ունեցել խաղաղության պարտադրում կոշտ ուժով, ռազմական ուժով։ Բայց հիմա արդեն ես որ հետևում եմ այս խաղաղության խոսույթի մեր իշխանությունների, գիտեք, դա սկսում է նմանվել մի տեսակ խաղաղության փափուկ պարտադրման։ Մի քիչ էլ դիվանագիտակ։ Այո, դա դիվանագիտություն է, որտեղ երբ իրենք անդադ շեշտում են Արևմուտքի մոտ եվրոպական գործընկերների, Միացյալ Նահանգների եւ ինչու ոչ նաեւ ասիական գործընկերների, մի տեսակ իրենք դրանով փորձում են հասնել այն բանի, որ այդ բոլոր երկրները այդ օրակարգին աջակցեն ու աստիճանաբար ես տեսնում եմ, գիտեք, որ նույնիսկ եթե համատեմ օգոստոսի 15-ի ու հիմիկվա միջև, այո, Ալիևը դեռևս կիրառում է ոչ կայուն խոսույթ, այսինքն մեկ ասում է խաղաղությունը հաստատվել է, մյուս օրը ասում է Եվրանեստի չեմ գալիս, որ Եվրանեստ չէ, այո, չեկավ Եվրանեստի, այս եվրոպական համայնքի հանդիպանը չի գալիս, քանի որ խաղաղությունը դեռևս հաստատված չէ, մի օր ասում է Զանգեզուրի միջանցք, մի օր ասում է Տրամպի ուղի, նույն այսօր էլի Հիկմետ Հաջիևը Զանգեզուրի միջանցք տերմիններ կիրառել, սակայն մի քիչ այլ կոնտեքստում, կարծես ինքը այնպես էր դա մատուցել Ադրբեջանում աշխատող դիվանագիտական համայնքին, կարծես նկատի ուներ դրա ադրբեջանական հատվածը, ես նկատեցի որոշ տարբերություն, այսինքն այնուամենայնիվ ինչ որ հռետորաբանության փոփոխություն Ադրբեջանում կա
Թեև իհարկե ժամանակ էլի արմենոֆոբիայի դրսևորումներ կան։ Հիմա գիտեք, ես մտածում եմ շատ բան կերևա նոյեմբերի 9-ին 10-ին։ Ես հույս ունեմ, որ Ադրբեջանը կրկին անգամ չի կիրառի այդ հաղթանակի իրենց օրվա առթիվ, իր ագրեսիվ արմենոֆոբ ռետորաբանությունը։ Իհարկե պատրանքներ էլ չունեմ, որովհետև վստահ եմ, որ համենայնդեպս այնպիսի ելույթներ կհնչեն, որ մեզ դուր չեն գա, բայց տարբեր դոզավորումներ էլի կան, տեսնենք հիմա այս տարի դոզավորումը ինչպիսին կլինի։ Շնորհակալություն։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Զրուցում էի միջազգային հարաբերությունների եւ անվտանգության հարցերի փորձագետ Հանրային խորհրդի անդամ Սոսի Թաթիկյանի հետ կհանդիպենք։